Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ TRIP ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագրության շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն, ըստ փաստաթղթի Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել TRIP զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIP զարգացման ընկերության 74% մասնաբաժին եւ պահպանել 26% մասնակցությունը այս նախագծում։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք հայկական վերլուծաբան Գոր Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Ողջույն։ Պարոն Աբրահամյան, 74-26 հարաբերակցությունը։ Ըստ ձեզ, ես հարցը այսպես ձևակերպեմ, ոչ թե արդարացի, այլ համապատասխանում է այսօրվա իրողություններին տարածաշրջանում, աշխարհում, Հայաստանի շուրջ եւ երևի թե նաեւ ամենակարևորը Հայաստանի ներսում։ Ես կարծում եմ, որ արկա իրավիճակի պայմաններում պետք է օրինաչափ գնահատել մոտավորապես նման հարաբերակցությունը երկու հիմնական կոմպոնենտ հաշվի առնելով։ Առաջին, ինչպես կառավարությունը իդեմս արտգործնախարարի հավաստիացնում են, հոսքը վերաբերում է մասնակցության չափին, այսպես կապիտալ ներգրավվածության չափին։ Սա թողնենք մի կոսազուտ տնտեսական գործոն է, բայց կարծում եմ, որ ինքը շատ համահունչ է նաև այն հիմնական ակնկալիքների հետ անվտանգային, այս թվային արտահայտությունը, որը մենք ունենք կապված TRIP նախագծի հետ եւ կապված Միացյալ Նահանգների այս տարածաշրջանում մեր պատկերացմամբ ստանձնելիք առաքելության կամ նորացված առաքելության հետ։ Եվ այս համատեքստում ըստ էության այս հարաբերակցությունը տոկոսային արտացոլում է անվտանգության երաշխիքների այն ակնկալիքը, որը մենք ունենք Միացյալ Նահանգներից, իսկ գաղտնիք չէ, որ TRIP-ը ինքնին ոչ միայն տնտեսական նախագիծ է, այլ նաև տարածաշրջանային եւ անվտանգային նախագիծ է Հայաստանի համար։ Եվ այս ընդհանուր կոմպլեքս, եթե փորձենք նայել, այո, կարծում եմ, որ պետք է տրամաբանական համարել։ Շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի մասնաբաժինը ի սկզբանե լիներ շատ ավելի մեծ, բայց Հայաստանը ունի այնպիսի ներուժ եւ տնտեսական առումով, եւ ենթակառուցվածքային առումով, եւ տեխնոլոգիական առումով, եւ քաղաքական առումով, որպեսզի կարողանա այդ չափաբաժնին ավելի մեծ վերահսկիչ փաթեթի տրամաբանությամբ եթե նայենք, դրան համապատասխան դերակատարում ստանձնի այս նախագծում։ Եվ շատ լավ է, որ այս վերահսկիչ փաթեթի տրամաբանությունը հուշում է նաև, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է ըստ էության ստանձնում ոչ միայն ինքնին հենց կոմունիկացիոն այս մեծ ենթակառուցվածքի ստեղծման համար, այլ նաև դրանից ածանցվող անվտանգության երաշխավորման իմաստով։ Պարոն Աբրահամյան, անվտանգության կոմպոնենտի մասով երկար ժամանակ, ոչ թե երկար ժամանակ, այլ հիմա էլ ես լսում եմ այսպիսի կարծիքներ, մեզ պետք է Հայաստանի ներսում ռազմաբազա, ամերիկյան ռազմաբազա, անգլիական ռազմաբազա, չգիտեմ, ինչական ռազմաբազա, որ մեզ պաշտպանեն, որ թուրքը չհարձակվի։ Պրիմիտիվ է հնչում, հասկանում եմ, բայց այնուամենայնիվ TRIP-ը որպես անվտանգային կոմպոնենտ, արդյոք ինչ որ առումով նաև չի գերակշռում այդ ռազմաբազայի գործառույթները, որը կարող է այդ հիպոթետիկ ռազմաբազան այստեղ իրականացնել, նաև հաշվի առնելով, որ մենք ունենք բավականին տխուր 102 ռուսական ռազմաբազայի փորձը։ Գիտեք, միշտ պետք է իրավիճակը գնահատել եղած իրողությունների շրջանակներում։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանում կա արդեն տասնամյակներով կա ռուսական ռազմաբազա եւ բոլոր հետագա մնացած զարգացումները այս հիմքը հաշվի առնելով են, այսինքն դրանց հիման վրա է տեղի ունենում։ Եվ ուղղակի այդպես շատ ռոմանտիկ չասեմ, ավելի պրիմիտիվ է հնչում այս պայմաններում խոսել մեկ այլ ռազմաբազայի կամ ռազմաբազան այլ ռազմաբազայով փոխարինելու մասին, հատկապես այնպիսի փոթորկոտ ժամանակահատվածում, որոնք ունենք հիմա եւ որոնցով շրջապատված է մեր տարածաշրջանը։ Հետևաբար այս գործոնի մասին խոսելը ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաեւ անիմաստ եմ ես համարում։ Բայց այն ինչ որ տեղի ունենում TRIP նախագծի հետ եւ այդ նախագծի շուրջ, ես գնահատում եմ,
որպես անվտանգության տնտեսության միջոցով կամ կոմունիկացիաների միջոցով, կոմունիկացիաների վերահսկողության միջոցով անվտանգության մեջ չափաբաժին կամ մասնաբաժին ունենալու դրսևորում Միացյալ Նահանգների պարագայում նկատի ունեմ։ Այսինքն այս առումով ինքը կարող է դառնալ շատ ավելի լուրջ երաշխիք, քան ինչ որ առումով նաև ռազմական կամ, չգիտեմ, որևէ այլ տիպի ներկայություն, որովհետև այստեղ մենք գործ ենք ունենում արդեն կոնկրետ շահերի հետ եւ շահերի պաշտպանության հետ։ Եվ եթե այդ շահերը այնպիսին են, որտեղ եւ եթե այդ գործոնը այնպիսին է, որտեղ համատեղում են բազմաթիվ շահեր եւ ինքը կարող է դառնալ այնպիսի կամուրջ, այնպիսի հանգույց, հաբային այնպիսի մի տրամաբանություն ունենալ, որի վրա խարսխվում են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժային կենտրոնների, հիմնական պետությունների այսպես մեծ ծավալներով առևտրային հարաբերություններ զարգացնող պետությունների շահերին, իսկ համընկնի այդ շահերին, այս ավելի մեծ երաշխիք կարող է ապահովել, որպեսզի որևէ մեկի շահերից չբխի հետագայում այս տարածաշրջանում էսկալացիայի որևէ տեսակի, որևէ ձևի զարգացումը, եւ սա կարծում եմ, որ եթե այս հայտարարությունը հետագայում, իսկ ես որքան տեղյակ եմ, այս տարվա ընթացքում ավելի գործնական ուրեմն process-ներ են ենթադրվում դրանից բխող, եթե դրանք իրականություն դառնան, ապա այդ երաշխիքները մի քանի անգամ ավելի կբարձրանան։ Խոսքը վերաբերում է անվտանգային երաշխիքների մասին։ Պարոն Աբրահամյան, ինչպես եւ ցանկացած նախագիծ, TRIP-ը ունի հնարավորություններ, տալիս է մեզ հնարավորություններ եւ ռիսկեր հավելյալ։ Սկսենք հնարավորություններից։ Ինչ հնարավորություններ է իր մեջ պարունակում նորից անվտանգային, տնտեսական առաջին հերթին, միգուցե նաև կան այլ հնարավորություններ Հայաստանի համար այս նախագիծ այս պահին։ Ինչ եղանակարներ է բացվում։ Այո, ինչպես ճիշտ նկատում եք, եւ հնարավորություններ եւ ռիսկեր կան այս նախագծի տակ թաքնված։ Հնարավորությունները շատ ակնառու են եւ դրանք երևում են նաեւ այդ հայտարարության տեքստից, որին մենք ծանոթացել ենք։ Առաջին հերթին դա կրկնում եմ այդ անվտանգային երաշխիքն է։ Տեսեք ինչ է ստացվում, ըստ էության այդ 49 տարվա կտրվածքը ժամանակաշրջանը, որը վերցվել է, դրվել է հիմքում, այն տրամաբանությամբ, որ հետագայում եւս 50 տարով հնարավոր է, որ երկարաձգվի ուրեմն պայմանագրային հիմունքներով այդ ընկերությանը, ուրեմն գործունեությունը, սա մոտավորապես ես հասկանում եմ այսպես, որ մոտավորապես 49 տարով փորձ է արվում երաշխավորել տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը եւ այլն։ Իհարկե մենք հասկանում ենք, որ 49 տարին բավականին երկար ժամանակ է եւ բավականին շուտ է խոսել դեռ վերջնական կայունացման կամ եւ այլնի մասին եւ շատ ջրեր կարող են հոսել այդ ընթացքում, բայց գոնե նախադրյալների առումով, գոնե ուրեմն քաղաքական, այսպես ցանկությունը քաղաքական գործողության վերածելու կայունությունը հիմնավորելու իմաստով նկատի ունեմ, առումով շատ կարևոր քայլ եմ համարում եւ հնարավորություն եմ համարում սա Հայաստանի համար, ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին զարգացումներ ապահովելու, իր տնտեսությունը, իր կառավարման համակարգը առողջացնելու, ավելի եվրոպականացնելու, ավելի ուրեմն առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի այսպես իր բնակչության համար կենսամագարտակը բարձրացնելու հնարավորություններ ստեղծելու իմաստով եւ իհարկե ինչպես նշեցի անվտանգային առումով, որովհետեւ մեզ դա օդու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք մեր ազգային նպատակներն իրականացնել։ Այսինքն այս տեսակետից կարևոր հնարավորությունը անվտանգային սա է, բայց ունենք նաև տեխնոլոգիական, տեխնիկական զարգացման հնարավորություններ, որովհետև ի վերջո Հայաստան է գալու ամերիկյան փորձառությունը, մենեջմենթի, տեխնոլոգիաների կիրառման, հատկապես խոսքը վերաբերում է մաքսային հսկողության եւ այլնի այն մեխանիզմների հետ կապված, որոնք դրված են այսինքն որոնք բխում են այս հայտարարության տրամաբանությունից, որոնք կարող են այսպես լոկոմոտիվային դեր կատարել նաեւ Հայաստանում տեխնոլոգիական զարգացման եւ տեխնոլոգիաներ տարբեր բնակավարներում զարգացնելու, կիրառելու եւ այլնի տեսանկյունից։ Բայց նաեւ սրան զուգահեռ մենք ունենք ածանցող ռիսկեր կան։ Առաջին կարևոր ռիսկը նաև որ Միացյալ Նահանգների այս տարածաշրջանում TRIP-ի միջոցով իր քաղաքական ներկայության կապիտալիզացումը, որոշակիացումը արդեն ինչ որ իմաստով առաջացնելու է տարածաշրջանում շահեր ունեցող այլ գերտերությունների ուրեմն խանդը ասեմ թե
չգիտեմ, այսինքն բխելու է ուղղակիորեն նրանց հետաքրքրություններից եւ նաեւ ընկալելու են սա ինչ որ իմաստով նաեւ որպես սպառնալիք եւ հետեւաբար շատ հավանական է, որ այս տարածաշրջանը Հայաստանը կարող է դառնալ, վերածվել ուժային կենտրոնների բախման եւս մեկ կիզակետի եւ սրանից խուսափելու համար մեր դիվանագիտությունը օր ու գիշեր պետք է աշխատի։ Տեսնում եք արդեն հենց նույն օրը, երբ որ այդ հայտարարության մասին հայտարարվեց, արդեն Թեհրանից ոնց որ թե արձագանք եղավ, որը որոշակի մտահոգություններ է արտահայտում, իհարկե ոչ ուղիղ կապված է նախագծի հետ, բայց այն դիրքավորման հետ, որը Հայաստանը որդեգրում է կարծես թե, դրա հետ կապված անհանգստություն դրսևորվեց եւ սա առաջին ազդանշաններից մեկն է, որ այնքան էլ խանդավառությամբ չեն վերաբերելու օրինակ Իրանը, Ռուսաստանը այս ուրեմն նախաձեռնությանը, նախագծին եւ Միացյալ Նահանգների ամրապնդմանը տարածաշրջանում եւ սա կրկնում եմ մեզ համար նոր այսպես դիվանագիտական գործունեության նոր ֆրոնտ է բացելու այդ ռիսկերը չեզոքաղաքական ռիսկերը չեզոքացնելու իմաստով։ Ես հիմնական քաղաքական իմաստով մեծ ռիսկ սա եմ համարում, տնտեսական տեսակետից է ռիսկ կա եւ այդ ռիսկը կնա է, որ եթե ակնհայտ է, որ թրիպը դառնալու է Հայաստանում ռազմավարական նշանակության ենթակառուցվածք իր բոլոր կոմպոնենտներով եւ նաեւ նկատի ունենանք, որ ինքը այնպես է նախատեսում, այսինքն նախատեսում է մուլտիմոդալ համակարգ բեռների, մարդկանց տեղափոխման եւ այլ, ինչ նշանակում է, որ հայկական հայաստանյան ենթակառուցվածքների ինտեգրացիա է տեղի ունենալու նաեւ այս ծրագրում եւ այդ պայմաններում շատ հավանական է, որ ինքը շոկեքարշի կամ այսպես լոկոմոտիվի դեր սկսի կատարել նաեւ ամբողջ տնտեսական համակարգի համար։ Իսկ այդ դեպքում հավանականությունը մեծանում է, որ որոշակի միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կարող է տնտեսությունը կախվածության մեջ ընկնել այս բանից, այս տրամաբանությունից եւ մենք էլի ամեն դեպքում մեր օրակարգից երբեք չպետք է հանենք Հայաստանի ուրեմն տնտեսության եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքային համակարգերը դիվերսիֆիկացնել անդադար, այսինքն դա պետք է լինի շարունակական եւ մենք պետք է թույլ չտանք անկախ նրանից, որ խոսքը վերաբերում է հենց թեփի նման խոշոր նախագծին եւ կարեւոր նախագծին, ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվենք այդ նախագծից։ Կախվածության մասով իդեպ պարոն Աբրահամյան, մենք ունենք շատ տխուր փորձ կապված Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Պայմանական մինչև 2007 թվականը մենք Ռուսաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, հարաբերությունները զարգանում էին, մենք բոլոր մեր ձևերը դրեցինք ռուսական զամբյուղի մեջ եւ որևէ խնդիր չունենք այն ժամանակ։ Բայց եկավ մի պահ, երբ որ Ռուսաստանի շահերը կտրուկ փոխվեցին, շահերի նույնականացում չկար եւ դրանից հետո հայտնի է ինչա տեղի ունեցել։ Ես որպես ելմանկետ ընդունում եմ 2007 թվականը, շատերը 20 թվականն են ընդունում, դա էլ դնենք մի կողմ։ Հիմա մենք բոլոր ձևերը չենք դնում ամերիկյան զամբյուղի մեջ, որովհետև հիմնականում շարունակում են այդ ձևերը ռուսականում մնալ, բայց այնուամենայնիվ մեծ խաղադրույք ենք անում ԱՄՆ-ի վրա։ Իսկ ով ասեց, որ X պահի 49 տարվա մեջ, հա, հնարավոր չէ, որպեսզի ամերիկյան շահերը փոփոխվեն, օրինակ Թուրքիայի կտրուկ դերակատարման աճ լինի, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նրանք իրենց մասնաբաժնի մի մասը վաճառեն, նվիրեն, տրամադրեն օրինակ Թուրքիային։ Մենք կարող ենք այդ հեռանկարը բացառել։ Ինչ է լինելու այդ դեպքում եւ օրինակ ես փաստաթղթում չտեսա, հա, այդ հակադարձումը չտեսա։ Սա արդյոք մեզ համար մարտահրավեր չէ։ Տեսեք, փաստաթղթում ուղիղ դրա վերաբերյալ նշում արված չէ։ Սա ես ինքս էլ նկատել եմ, որ դրա վերաբերյալ չկա, բայց այնտեղ կա մի կարևոր եւ հետաքրքիր նյուանս այդ հայտարարության մեջ, որտեղ նշում է, որ ընկերության հետ կապված հետագա բաժնեմասերի վաճառքի հետ կապված ցանկացած գործարք պետք է տեղի ունենա Հայաստանի կառավարության համաձայնությամբ։ Սա կարևոր նկատառում է։ Մենք պետք է հիմա հետևենք գործընթացներին համոզվելու համար, որ հռչակագրային այս ձևակերպումը ստանում է նաև իրավական բովանդակություն եւ իրավական տեսք։ Իդեպ այնտեղ նաև կրկներեք, որ ընդհատում եմ, որ իրավաբանական պարտադրող ուժ չկա այս ամենում։ Այդպեսի կետեր կա։ Չկա, դրա համար եմ ասում, չկա հայտարարության տեքստի եւ շրջանակային տեքստի համատեքստում, բայց երբ որ արդեն
process-ը մտնի իրավապայմանագրային հարաբերությունների հարթություն, այնտեղ չի կարող չլինել։ Սա ավելի շատ հռչակագրային շարունակում է։ Հռչակագրային է, բայց ի տարբերություն օրինակ 2024 թվականի դեկտեմբերի Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության այդ կանոնակարգի, որը ընդունվեց, սա շատ ավելի գործնական է եւ շատ ավելի կոնկրետ է, որովհետեւ այնտեղ հռչակագրային ավելի շատ է, այո։ Այստեղ թվեր ենք տեսնում, ժամկետներ ենք տեսնում, ընկերության մասին կոնկրետ հիշատակում ենք տեսնում, ուրեմն ներգրավվածության հարաբերակցություն ենք տեսնում, երաշխիքների խաղաղության եւ այլն հետ կապված երաշխիքների կոնկրետ ձևակերպումներ ենք տեսնում, որոնք այնտեղ ավելի, այսինքն այդ նախորդ փաստաթղթում, այդ հիմնարար փաստաթղթում ավելի այսպես իսկապես հռչակագրային բնույթ ունեն։ Այս իմաստով ինքը ավելի կոնկրետ է, ավելի որոշակի է, քան նախորդը, բայց այնքան որոշակի չէ, որ իրավական երաշխիքներ ապահովի եւ մենք ենթադրենք կարողանանք հետագայում որևէ կողմի, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների, քանի որ երկկողմ է լինելու Հայաստան, Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգների որևէ հետագա քայլ միջազգային արբիտրաժում կամ որևէ այլ իրավական ատյանում կարողանանք բողոքարկել։ Այդ մեխանիզմը ունենալու դեռ պետք է սպասենք եւ վստահ լինենք, հավատանք, որ այդ մեխանիզմը կստեղծվի անպայման։ Բայց բոլոր դեպքերում այստեղ խնդիրը այս բանի սրա հետ կապված խնդիրը այս իրավական ձևակերպումը չէ։ Մենք հասկանում ենք, որ քաղաքականությունը երբեմն շատ ավելի վճռորոշ դեր է կատարում, քան իրավական պայմանականությունները։ Այդ նույն պայմանագրային հիմքերը կային, որպեսզի օրինակ Ուկրաինան լինի անվտանգ այն երկրների կողմից, Ուկրաինան ասում 100% հարաբերություններ, իդեալական փաստաթղթեր ունենք։ Ես դրանք կվերադառնամ աստիճանաբար, բայց քանի որ շատ ակնառու է Ուկրաինայի օրինակը, որ օրինակ իր միջուկային ամբողջ արսենալը հանձնելու դիմաց ստացավ այդ երաշխիքները, բայց այդ երաշխիքները զրոյացան։ Երաշխավորը հարձակվել է երկրի վրա, որին երաշխիք է։ Հիմա վերադառնալով ձեր ասած հարցադրմանը քաղաքական տեսանկյունից, այստեղ տեսեք, խոսքը այո վերաբերում է Միացյալ Նահանգներին շատ այսպես ծանրակշիռ դերակատարություն հատկացնելու, նաև այդ սեփականության հետ կապված եւ այլ։ Բայց հիշենք նաև, որ սա նոր բան չի մեզ համար, հա, այս մոտեցումը, որ տնտեսական շահերի տեղայնացման, այսինքն մեծ խաղացողի շահերի տեղայնացման միջոցով փորձենք երաշխիքներ ապահովել, այս տրամաբանությունը Հայաստանում նոր չի։ Դրա նախադրյալները մենք տեսել ենք ձեր ասած հենց այդ նույն 2007-2008 թվականներին, մի քիչ ավելի շուտ դրանից, երբ որ ներողություն, նույնիսկ 2000, եթե չեմ սխալվում, 2-3 թվականներին էր, երբ որ Հայաստանում գույք պարտքի դիմաց այդ գործարքը հայտի տեղի ունեցավ եւ հենց այդ գործարքի իմաստը որն էր, որ մենք այդ ամբողջ ենթակառուցվածքային ստրատեգիական ենթակառուցվածքային համակարգերը տվեցինք Ռուսաստանին, որպեսզի ինքը երաշխավորի այստեղ մեր անվտանգությունը եւ այսինքն կատարի մոտավորապես այն դերը, որ մենք պատկերացնում ենք հիմա թրիպի պարագայում Միացյալ Նահանգներից։ Բայց տրամաբանությունը շատ տարբեր է այն process-ը, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ եւ ինչ տեղի ունենում հիմա։ Այսինքն նպատակը նույնն է, ապահովել շահերի համակցություն, որը կերաշխավորի հետագա խաղաղություն կամ կայունություն, բայց շատ կարևոր ելակետը արդյոք այդ երկիրը նույն կերպ է հարցին մոտենում, թե ոչ, եւ այդ երկիրը արդյոք մոտենում է հարցին առաջնային դիտարկելով քո ինքնիշխանությունը եւ այդ ինքնիշխանության հարգումը, թե ոչ։ Այս հայտարարության մեջ ամեն երևի 3-4 պարբերության մեջ կոնկրետ հիշատակում կա Հայաստանի ինքնիշխանության պարտադիր հարգման եւ ոչ միայն հիշատակում զուտ հիշատակման համար, այլ նաեւ որոշակի ձևակերպումներով ուրեմն որոշակի ինստիտուցիոնալ հենքի ապահովմամբ է դա ապահովում, այսինքն մենք տեսնում ենք, որ սա միսուարյուն ունեցող որոշակի համակարգ։ Մի բան, որ նախկինում չկար, այսինքն մենք Ռուսաստանին տվեցինք ամեն ինչ, ըստ էության այդ ստրատեգիական ենթակառուցվածքները, բայց որոշակի ժամանակ հետո, երբ որ տեղի ունեցավ շահերի այսինքն արդեն հերացում Հայաստանի հայկական եւ ռուսական շահերի, ռուսական քաղաքականության փոփոխություն, որը բերեց հա այնպիսի հետևանքներ, ինչպիսի հետևանքների հետ մենք այսօր գործ ունենք։ Եվ բանից պարզվեց, որ այդ բանը, այդ մոտեցումը չի աշխատում զուտ պայմանավորված այն հանգամանքով, որի սկզբանե փիլիսոփայությունը սխալ էր դրված եւ սխալ էր ընկալված այդ մեր գործընկեր, մեր դաշնակից երկրի կողմից եւ նա այս ամեն ինչ ընկալում էր ավելի շատ Հայաստանի ինքնիշխանությունից զրկելու միջոց, քան հակառակը, քան այդ երաշխիքներն ապահովելու միջոց։ Եվ իհարկե մեծ խաղացողների պարագայում երկարաժամկետ պլաններ երբևէ չի կարելի գծել։ Մանավանդ մենք տեսնում ենք, որ
այն process-ները նոր որոնք տեղի ունեն հիմա Միացյալ Նահանգների գործող վարչակարգի ասես ավելի նորացված նոր նախաձեռնություններ են, որոնք որոշ կետերում, որոշ տեղերում ասես կտրականապես կարծես թե տարբերվում են Միացյալ Նահանգների ավանդական մոտեցումներից, ավանդական քաղաքականությունից, եւ սա մեզ զգուշանալու որոշակի բան պետք է տա, ազդանշան պետք է տա, որ այնուամենայնիվ այո, վարչակարգի փոփոխությունը կարող է բերել նաեւ առաջնահերթությունների փոփոխության կապված տարածաշրջանի հետ, թրիփ նախագծի հետ եւ միշտ պետք է աչքի առաջ ունենալ, որ այդ վայրի վերումների ազդեցությունը կարող է կրել այս նախագիծը եւ մենք այնպես չպիտի անենք, որ ընկնենք դրա, այսպես ասած, ծնագնդի տակ, հայտնվենք ծնագնդի տակ եւ տրորվենք։ Այսինքն այդ ռիսկը միշտ պետք է նկատի ունենալ եւ բոլոր դեպքերում ժամանակի ընթացքում քաղաքականությունը համապատասխանեցնել միջազգային դաշտում ընթացող ավելի գլոբալ process-ներին եւ փորձել հասկանալ այդ process-ների էությունը եւ ադապտացվել այդ process-ներին։ Այսինքն, այստեղ իրականը ուզում եմ ասել այն չի, որ Միացյալ Նահանգների շահեր եւ առաջնայինը մեր շահերն են եւ այդ շահերը ինչպես տելադրեն, այնպես էլ մենք պետք է առաջարժենք։ Պարոն Աբրահամյան, նաև զրույցի վերջում փորձենք մի փոքր վերլուծենք եւ հասկանանք այս գործընթացների առաջացման բնությունը։ Տեսեք, 20 թվականի պատերազմ, որը ես դա վաղուց եմ պնդում, շարունակում եմ պնդել, ոչ միայն Արցախի մասին էր։ Ինքը շատ տարբեր համակողմանի խնդիրներ էր լուծում, նպատակներ կար, եւ ըստ իս Ռուսաստանի նպատակադրումը այս պատերազմում իր пассив կամ ակտիվ մասնակցություն հեռանկարը հետևյալն էր եւ նպատակը պահպանել տարածաշրջանում ներկայություն Ստեփանակերտում է տեղակայված ռուսական ռազմաբազայի տեսքով, հենց այսպես, եւ բացելով կոմունիկացիաները տարածաշրջանում սեփական հովանու ներքո, այսինքն եթե միջև այդ կոմունիկացիաները տարածաշրջանը Ղարաբաղյան հակամարտության շնորհիվ, որի մոդերացիան կարելի է ասել միայնակ իրականացնում էր Մոսկվան փակ էր, որովհետև դա պետք էր Մոսկվային եւ հյուսիսով էին շարժվում հիմնական կոմունիկացիաները միջև Ուկրաինա, այս պահին իրենք որոշեցին, որ բացելու են եւ օգտագործել են իրենց համար, իրենց վերահսկողության տակ։ Բայց տեղի ունեցան գործընթացներ, որոնց արդյունքում Ռուսաստանը դուրս մնաց այս գործընթացներից եւ այդ նույն նպատակներով բացել տարածաշրջանը որպես փաստացի միայնակ բացառիկ մոդերատոր հայտնվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա ինքնաբուխ գործընթաց էր, ամերիկացիները օգտագործեցին այս պահը, թե այստեղ կար ինչ-որ լուրջ ռազմավարություն եւ որն էր այս ամենում մեր դերը, Հայաստանի դերը։ Արդյոք մենք այստեղ ունենք նախաձեռնություն, արդյոք որ ամերիկացիները եկան այստեղ, ես օրինակ չգիտեմ, այդ տեղեկատվությունը չունեմ, մեր նախաձեռնություններ, թե զուտ իրենք նախաձեռնություններ, իրենք ուղղակի օգտագործեցին այս իրավիճակը հաշվի առնելով, որ Ռուսաստանը կամավոր խրվել է ուկրաինական կներեք ճահիճում։ Շատ հետաքրքիր հարց է եւ այսպես բազմաճյուղ վերլուծությունների տեղիք տվող հարցադրում է իրականում։ Տեսեք, ես կարծում եմ, որ ի սկզբանե կոմունիկացիաների հարցը չէր առաջնայինը Ռուսաստանի կողմից իր ձեր ասած пассив կամ ակտիվ դերակատարման համար։ Իմ խորին համոզմամբ 20 թվականի պատերազմը տեղի ունեցավ նրա համար, որ Ռուսաստանը պլանավորում էր արդեն Ուկրաինայում խնդիրը լուծել ուժային ճանապարհով, անհրաժեշտ էր ապահովագրել թիկունքը որևէ այլ ուղղությունից, իսկ ամենառիսկային ուղղությունը դա այս ուղղությունն էր, փորձ արվեց փոքր արյունով դա պետք է արվի, հա, իրենց համար։ Իրենց պատկերի, իրենց մասշտաբի համար փոքր արյունով, այո։ Եվ իրականացվեց ինչպես Շոյգուն հետագայում ձևակերպեց Թուրքիա-Ռուսաստան օպերացիան, Փայլուն օպերացիան իրենց ձևակերպամբ կազմակերպվեց։ Իրենք մտածեցին, որ քանի որ արդեն հարցը լուծված է իմաստով, որ Արցախում ռուսական ուժերը ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին եւ կայունացրել են իրավիճակը, կարող են հանգիստ անցնել իրենց հիմնական ռազմավարական խնդրի լուծմանը Ուկրաինայում, բայց այնտեղ խրվելուց հետո հանկարծ Թուրքիան եւ Ադրբեջանը սեփական խաղը այստեղ սկսեցին եւ փորձեցին եւ ոչ թե փորձեցին, այլ իրականացրեցին այդ օպերացիան, որտեղ Ռուսաստանը հայտնվեց շատ ծանր դրության մեջ։ Կոմունիկացիաների հարցը իմ խորին համոզմամբ ծագեց այն ժամանակ, երբ որ իրենք հասկացան, որ Արցախն էլ արդեն պահելու ռեսուրս իրենք չունեն կարծես թե, բայց որպեսզի կարողանան տարածաշրջանում իրենց ռազմավարական ներկայությունը հիմնավորել։ Այսինքն 23-ին։ Այո, 2023
որպեսզի կարողանան իրենց ռազմավարական ներկայությունը այստեղ ապահովել եւ վերահսկողություն իրականացնել տարածաշրջանի նկատմամբ, անհրաժեշտ էր բացել կոմունիկացիաները եւ լինել միակ կամ հիմնական մոդերատորը այստեղ։ Ինչն է հիմնական տարբերությունը այսօրվա process-ի եւ այն ժամանակվա Ռուսաստանի պլանավորած process-ի միջև, եւ եթե այսպես ավելի առարկայացնենք, ինչն է TRIP նախաձեռնության հռչակագրի եւ դրանից փոխող փաստաթղթերի եւ օրինակ ասենք 9 կետանոց այդ փաստաթղթի 20 թվականի փաստաթղթի բանը տարբերությունը։ Տարբերությունը շատ ակնհայտ մի կետ է։ Այս նախագիծը, այս նախաձեռնությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարգման վրա, իսկ այն ինչ որ պլանավորում է Ռուսաստանը, հիմնված է Հայաստանը ընդհանրապես սուբյեկտայնությունից զրկելու տրամաբանության վրա։ Այսինքն Հայաստանը այստեղ դառնալու էր ընդամենը ճանապարհ, տարանցիկ ճանապարհ իրենց համար, որի միջոցով իրեն կարողանալու են շատ ներդաշնակ Թուրքիայի հետ, Իրանի հետ եւ Ադրբեջանի հետ, ուրեմն այս տարածաշրջանը կառավարել, այսպես ասած։ Եվ այստեղ ես ուզում եմ հավատալ, անկեղծ ասած ինքս էլ ինֆորմացիա չունեմ մեր նախաձեռնությունն է եղել թե ոչ, բայց ուզում եմ հավատալ, որ մեր նախաձեռնությունն է եղել եւ այդ նախաձեռնության նշանները ես տեսա դեռ այն ժամանակ, երբ որ մենք քայլեր կատարեցինք, որպեսզի եվրոպական դիտորդները այստեղ դիտորդական առաքելություն իրականացնեն։ Կներեք, երբ որ ասում եք մեր նախաձեռնություն, նկատի ունենք ԱՄՆ-ին հրավիրել է տարածաշրջան։ Այո։ Եվ մի բան էլ նկատի ունենանք, որ ինչքան էլ մենք հիմա սա կապում ենք այս TRIP-ի հետ կապված ամբողջ process-ը կապում ենք Թրամփի նոր քաղաքականության հետ կամ քաղաքական նոր դոկտրինայի հետ, այնուամենայնիվ սրա հիմքերը դրվել են դեռ հին վարչակարգի ժամանակ, ես շատ կարևոր նկատառում եմ, որը ցույց է տալիս ասելու կամ վստահ լինելու, որ մենք գործ ունենք Միացյալ Նահանգների կառավարության, Միացյալ Նահանգների որպես պետության որդեգրած քաղաքականության հետ։ Եվ սա ավելի ֆունդամենտալ է, քան վարչակարգերի փոփոխություններով թելադրված տարատեսակ, այսպես բաները, շահերի փոփոխությունները կամ շահերի տարբերություններով, շահերի, այսպես ասած, վայրի վերումներով պայմանավորված քաղաքականության փոփոխությունը։ Այսինքն այս իմաստով ավելի ֆունդամենտալ հիմքերի վրա է դրված եւ ինձ համար դա կարևոր ցույց է, որ այս process-ը ավելի զարգանալու հեռանկար ունի։ Արդեն իրեւ հասկանալի է, որ 26-ը շատ հարուստ է լինելու իրադարձություններով այս տրամաբանության շրջանակներում, շարունակենք հետևել այս իրադարձություններին, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Աբրահամյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ քաղաքական վերլուծաբար Գոր Աբրահամյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Պարոն Հովհաննիսյան, հենց րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել փաստացի
գերիների եւ ցմահ ազատարկվածների փոխանակում երկու Սիրիայի հանրապետության քաղաքացի Թուրքիայի միջոցով փոխանցվել են, վերադարձել են Սիրիա, իսկ մենք ստացել ենք մեր 4 գերիներին Ադրբեջանից։ Սա ընդհանուր առմամբ որքանով է համաչափ, որքանով է տեղին այս պահին ձեր կարծիքով այսպիսի փոխանակումը եւ արդյոք ցմահ դատապարտվածներին հանձնելը Սիրիային, այսպես ասեմ, այս պահին ամենաճիշտ մոտեցումն է ձեզ։ Եթե նայենք այն հանգամանքին, թե ցմահ դատապարտվածները եւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ հայ ռազմագերիները, որոնք որ գտնվում են Ադրբեջանում, ինչ գործողություններ են իրականացրել, ապա բնականաբար անհամաչափ է, որովհետև Սիրիայի երկու քաղաքացիները անմիջապես մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, իսկ այդ 4 ռազմագերիներից առնվազն գոնե 2-ը, եթե ոչ 3-ը, պարզապես ցանկացել են անցնել, օգնություն տանել կամ անցնել կամ ընդհանրապես կապ չեն ունեցել ռազմական գործողությունների հետ եւ նրանց, այսպես ասած, շինծու ինչ-որ հոդվածներով բռնել են ու իրենց ձեռքին որպես մահացու։ Օրինակ Վագիվ Խաչատրյանին, Օրինակ Վագիվ Խաչատրյանին, Գևորգ Սուջյանին, Սուջյանը, անունը կարող սխալ հիշեմ, այո, Վագիվ Խաչատրյանին, որ չգիտես 90-ականների ինչ որ բան էին մեղսագրում, եւ ասում են, որ 90-ականներին ինչ որ բանի է մասնակից եղել։ Շտապ օգնության մեքենայից մարդուն տարել էին։ Այո, այնպես որ ես կարծում եմ իրականում լավ բան է, շատ լավ բան է, երբ որ մեր հայրենակիցները վերադառնում են, բայց կարելի է շատ ավելի ունենալ, որովհետեւ մեր նախնական զրույցում ասացի, որ ոչ քաղաքական դեմքերին են կարծես թե բաց թողել, մենք այնտեղ եւս ունենք ոչ քաղաքական դեմքեր եւ գոնե պետք է նրանց այսպես մասով էլ այդ փոխանակումը տարածվեր, բայց մեծ հաշվով իսկապես լավ է, նորությունը լավն է, սակայն աշխատել պետք է, որովհետեւ բացի ոչ քաղաքական դեմքերից նաեւ ունենք ռազմաքաղաքական ղեկավարություն, որը որ շատ այսպես խնդրահարույց է եւ եթե մենք շատ ենք ուզում որ այդ մարտիկ կամ չգիտեմ հանցագործություն են արել որևէ եւ ուզում են անպայման դատվեն, պետք է դատվեն Հայաստանում եւ ոչ թե ադրբեջանական բանտերում։ Երեք տեղի ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը, որի ժամանակ շատ հետաքրքիր շեշտադրումներ է արել նախարարը, օրինակ որոնցից մեկն է այն, որ Հայաստանը չի պատրաստվում սպառազինության հարցում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Կուզեի լսել նաև ձեր գնահատականը, որքանով է այս մոտեցումը իրական, ողջամիտ եւ որքանով է դա համապատասխանում մեր շահերին եւ երևի թե ամենակարևորը հնարավորություններին։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը, որը որ կատարվել է նախարարի կողմից, իրականում ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի եւ ավելի շատ ուղղված է արտաքին խաղացողներին, որ Հայաստանի Հանրապետությունը չի զինվում ինչ-որ մեկ պետության դեմ կամ ինչ-որ մեկ պետության համար, այլ Հայաստանի Հանրապետությունը զինվում է բացառապես իր անվտանգային երաշխիքների համար։ Եվ կարծում եմ, որ սա իրականում ուղղված էր արտաքին խաղացողներին եւ քաղաքականությունը, արտաքին քաղաքականությանը ավելի այսպես նեցուկ լինելու համար էր արված հայտարարությունը, բայց բոլորս էլ գիտենք, որ իրականում մեր կոնֆլիկտը ոչ ավել ոչ պակաս հենց Ադրբեջանի հետ է եւ որոշակիորեն պետք է բալանսավորվի եւ թե մեր ռազմական հնարավորությունները եւ մեր իրավիճակը։ Դրա համար կարծում եմ, որ իրականում քաղաքական հայտարարությունները մի կողմ դրած, պետք է մենք իսկապես նաեւ ուշով հետևենք, թե Ադրբեջանը ինչ է անում, Ադրբեջանը ինչ զենք զինամթերք է ձեռք բերում եւ վերջի վերջո Ադրբեջանը ում հետ է ամենակարևոր բանը ռազմական ալյանսներ կազմում։ Տարվա ավարտին, 25-ի ավարտին մենք եղանք տարբեր տեղերում Հայաստանում, այդ թվում նաև վարչապետի հետ, վարչապետի ուղեկցությամբ եւ բավականին տպավորիչ բաներ տեսանք, այսպես ասեմ, վստահ եմ դուք էլ գիտեք, եւ այստեղից հարց է առաջանում այդ զինտեխնիկան, որը ձեռք է բերվել եւ շարունակում է ձեռք բերվել մեր զինված ուժերի համար, որքանով է այս պահին պատասխանում արկա մարտահրավերներին Ադրբեջանի կողմից, օրինակ հաշվի առնելով, որ Ադրբեջանը արդեն իսկ գնել է պակիստանյան
այդ կործանիչները, իրականում չինական կործանիչները, որոնք արտադրվում են Պակիստանում։ Ես օրինակ մասնագետ չեմ, որքանով ես հասկացա, ես դրա համարժեքը չտեսա, հա, օրինակ։ Տեսեք, այդ հարցին այսպես պատասխանեմ, ես պատասխանեմ եւ որպես ձեր նման քաղաքացի եւ որպես մասնագետ։ Իսկ եթե ես որպես քաղաքացի նայում եմ, որ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ հիանալի է, փոփոխությունը տեսնում եմ, առաջընթացը տեսնում եմ, կարծես թե լավ է։ Բայց որպես մասնագետ, երբ որ նայում եմ, ասում եմ, որ շատ դանդաղ է ամեն ինչը եւ մենք շատ այսպես հետ ենք մնում ամեն ինչից եւ պետք է անել շատ ավելի արագ տեմպերով եւ շատ ավելի ռացիոնալ։ Այսինքն մենք պետք է իսկապես մրցավազքի մեջ չմտնենք, բայց պետք է մենք ժամանակակից մարտահրավերների այսպես դեմ աչքներս չփակենք եւ ասենք, որ չէ, դրանք մեզ չեն վերաբերվում, դրանք մեզ Այսպես կարելի ասել, մենք չենք հասցնում մարտահրավերների հետ այդ մրցավազքին։ Մարտահրավերները ավելի արագ են առաջանում, քան մենք ստեղծում ենք հակակշիռները։ Այո, իհարկե։ Տեսեք, ես անդադ սրա մասին ասում եմ, որ գոյություն ունի բանակում բարոյական մաշվածություն։ Երբ որ զինտեխնիկան ինքը ամբողջությամբ նոր է, կարծես թե ոչինչ չկա, նոր է, ամեն ինչը տեղն է, բայց ինքը այլևս բարոյապես մաշված է։ Եվ այդ զինտեխնիկան պատերազմի ժամանակ իրեն չի արդարացնելու, որովհետև արկա արդի աշխարհում գեր ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում առանցքը գնում է եւ մենք չենք կարող մնալ նույն տեղում, որտեղ որ մենք եղել ենք, չգիտեմ, 2020 թվականին կամ 22 թվականին։ Այնպես որ մենք պետք է այդ աշխարհի մարտահրավերներին համընթաց գոնե շարժվենք։ Եվ իրապես որպես մասնագետ նորից եմ ասում, ինձ համար գոնե խիստ դանդաղ են այդ տեմպերը։ Նաև նախարար Պապիկյանը հայտարարել է, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում, քանի որ զինված ուժերը աստիճանաբար ավելացնելու են պայմանագրային զինծառայողների մասնաբաժինը։ Եվ նախարարը վստահ է, որ այսպիսով հայկական բանակը հետևողականորեն վերափոխվելու է պրոֆեսիոնալ բանակի։ Եկեք փորձենք հասկանալ տենդենսները, հա։ Ես որքանով ես հասկանում եմ, ես նորից եմ ասում, ես մասնագետ չեմ, կարող եմ սխալվել, կան նպատակագրում այդ 1.5 տարին ժամանակի ընթացքում դարձնել 1 տարի։ Դուք համամիտ եք այս կարծիքի հետ, թե ոչ։ Այսպես պատասխանում այդ հարցին, ոչ թե ասեմ այո կամ ոչ, ես փորձեմ այս տեսանկյունից նայել։ 18-20 տարեկան զինակոչիկը պետք է Հայաստանի Հանրապետությունը դիտարկի ոչ թե դիրքում դիրքապահ զինվոր, այլ պետք է դիտարկի որպես ռազմական մասնագետ։ Եվ պետք է Հայաստանի Հանրապետությունը հասնի նրան, որ իշխանություն ուզում է լինի, պետք է հասնի նրան, որ 18 տարեկան զինակոչիկից ինքը ստանա ռազմական մասնագետ եւ երբ որ զինվորը գնում է, երիտասարդը գնում է բանակ, ինքը պետք է մտածի, որ ինքը ստանալու է իր կյանքի երկրորդ մասնագիտությունը, ռազմական մասնագիտությունը, որ անհրաժեշտության պահին ինքը օգտագործի իր հայրենիքի պաշտպանության համար։ Այստեղ հարց է ծագում, իսկ ով է պաշտպանելու սահմանները, ով է լինելու մարտական ծառայության մեջ։ Մարտական ծառայության մեջ արդեն պետք է ընդգրկվեն իմ կարծիքով իրականում մեր ժամկետայինները, ոչ ժամկետայինները, պայմանագրայինները, բայց ոչ մեր պատկերացրած պայմանագրայինները, որոնք որ մենք մինչև հիմա ունեցել ենք, այլ պրոֆեսիոնալ պայմանագրայիններ, որոնք որ ունակ են ոչ միայն դիրք պահել, այլ նաև որոշակի գործողություններ, հետախուզական գործողություններ իրականացնեն, տարբեր տեսակի ռազմական գործողություններ իրականացնեն։ Այս դեպքում կարելի է արդարացված համարել նաև 1 տարի։ Իսկ եթե մենք 2 տարին զեղչում ենք 1.5 տարի եւ դա մենք փորձել ենք որպես քաղաքական դիվիդենդ ընկալել եւ ընտրություններին դա օգտագործել, ապա ես կարծում եմ սա մեզ լավ տեղ չի տանելու, որովհետեւ իրականում մենք բանակը շատ մեծ համակարգ է եւ մենք այստեղ գործ ունենք շատ լուրջ կառույցի հետ եւ եթե մենք մի քար հանում ենք այդ կառույցից, պետք է մյուս քարը շատ զգույշ տեղադրենք, որպեսզի պատը փուլ չգա։ Նախարար Պապիկյանը նաև բերել է այսպիսի թվեր 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 7 տարի հետո 25 թվականին 664 միլիարդ դրամ, այսինքն 7 տարվա ընթացքում պաշտպանական ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Արդյոք սա այս թվերը արտացոլում են այն փոփոխություն
ները, որը կան զինված ուժերում, կապված առաջին հերթին սպառազինությունների ձեռքբերման հետ։ Այդ թվեր առաջին հերթին պետք է մենք նաև համաչափորեն բաժանենք այն տարածքների վրա, որտեղ որ մենք պատերազմից հետո 2020 թվականից հետո ունեցանք նոր դիրքային վերադասավորումներ եւ զրոյից ստեղծվեցին դիրքեր, այսինքն մենք այստեղ ունեցել ենք ծախսեր եւ զորամասեր են կառուցվել, զորանոցներ են նոր կառուցվել, այսինքն մենք ունեցել ենք բանակի վերաձևում, վերափոխում բոլորովին նոր պայմաններում եւ այդ ամբողջ ծախսերի մի մասը կարելի է նաեւ ենթադրել, որ գնացել են այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ իրականում ռազմական տեխնիկայի ձեռքբերումը կամ ինչպես որ ընդունված է աշխարհում, չի իրականացվում բացառապես ռազմական բյուջեի հաշվին կամ պաշտպանության նախարարության բյուջեի հաշվին։ Այդտեղ արդեն նաև բնականաբար կառավարությունն է հատկացումներ կատարում։ Այնպես որ պետք է մենք կարողանանք տարանջատել հստակ, այստեղ մի քիչ գիտեք հետաքրքիր է ռազմական բյուջեն որքանով բարձրացավ, որքանով իջավ կամ գումարները ուր գնացին եւ չես կարող դու ամբողջությամբ հակագծերը բացել եւ ռազմական բյուջեի մասին խոսել։ Ըստ նախարար Պապիկյանի 2025-ին մենք ունեցել ենք 6 մահ զինված ուժերում, 6 մահ, խոսքը գնում է ծառայության հետ կապված, հա, այնտեղ տարբեր պատճառներով եւ ըստ նախարարի դա բավականին, չեմ կարող այդ բառը օգտագործել, բայց այն ամենով լավ ցուցանիշ է, եթե մենք հաշվենք այն, ինչ ունեցել ենք նախորդող տարիներին եւ իդեպ հենց այսօր բարձ է դարձել, որ հերթական մահ ունենք ցավոք զինված ուժերում, հրազենային վնասվածքով պատճառները դեռ չկան, հայտնաբերվել է զինծառայող զորամասից մեկի։ Այս ուղղությամբ սա շատ կարևոր ուղղություն է իրականում, անընդհատ մենք անդրադառնում ենք այս մահերին, ինքնասպանություններ, միջև ինքնասպանություն մարդկանց հասցնելը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ պիտի արվի, որ չի արվում զինված ուժերում, կամ ինչ է արվում։ Գիտեք, այստեղ չպետք է միայն մեղքը զինված ուժերի վրա գցել, կամ չպետք է միայն զինված ուժերից ակնկալել այդ ամեն ինչը։ Այստեղ շատ կարևոր է հասարակության մոտեցում, այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի մանկապարտեզը, դպրոցը։ Ես կուզենամ ձեզ մի դեպք հիշեցնել, անցած տարի տեղի ունեցավ, երբ որ դպրոցում Երևանի մերձակայքի դպրոցներից մեկն է, չեմ հիշի հիմա, երբ որ դպրոցում բարձր դասանի աշակերտները ուսուցչին ծաղրում էին, մի խոսքով ինչ որ շոու էին կազմակերպել, այդ ամենը նկարահանել համացանցում տարածել են եւ կարող են ուսուցչին վերջիվերջո հասցնել նաեւ ինչու՞ չէ ինքնասպանության։ Այսինքն այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի մանկապարտեզը, դպրոցը եւ ամենակարևորը ծնողը։ Երբ որ այդ բոլոր օղակները աշխատեն, զինված ուժերին մնում է մի բան։ Զինված ուժերին մնում է այլևս որ այդ մարդուն, այդ երիտասարդին ինքը տա մասնագիտություն, ռազմական մասնագիտություն, ուղղակի ուշադիր լինի կամ չգիտեմ ուղղակի ինքը կարողանա վերահսկել մարդկանց, միջանձնային հարաբերությունները մինիմալ լարվածության հասցնի եւ դա ռազմական մասնագիտություն, այսինքն այն ինչին կոչված է զինված ուժերը, այլ ոչ թե մենք բանակին տանք հիվանդ հասարակությունից տանք զինվորներ, երիտասարդներ եւ բանակից պահանջենք, որ այդ մարդկանց դաստիարակի։ Կներեք, բայց բանակը չի զբաղվում դաստիարակությամբ։ Բանակի ֆունկցիաները բոլորովին այլ են։ Կա նպատակ, որքանով ես հասկանում եմ, զինված ուժերում ժամանակի ընթացքում, այդ թվում նաեւ սահմանազատման միջոցով նվազագույնի հասցնել զինծառայողների քանակը, որոնք անընդհատ գտնվում են մարտական հերթապահության մեջ, հետեւաբար զենքը ձեռքներին ծառայում են եւ մարդիկ, որպեսզի զորակոչիկները առաջին հերթին ժամկետայինները ծառայություն անցնեն զորամասային պայմաններով եւ սովորեն զինվորական արվեստներ, ոչ թե դիրքեր պահեն։ Եթե այս ամենը հաջողությամբ շարունակվի եւ գնալով կրճատվի այդ զենքը ձեռքների կանգնած նորակոչիկների, զինակոչիկների, ժամկետայինների քանակը, սա ձեզ չի բերելու ավտոմատ այդ դեպքերի կրճատման, որովհետեւ ուղղակի զենքը ձեռքներին քիչ մարդիկ են լինելու սահմանում։ Իհարկե, բնականաբար բերելու է ավտոմատ այդ ամեն ինչի կրճատմանը, բայց դրան մենք դեռ պետք է գանք հասնենք, այսինքն քաղաքական լուծումներ են հարկավոր կամ չգիտեմ, քաղաքական իրադարձություններ են հարկավոր, որպեսզի սահմանը լինի սահմանապահի ձեռքին, այլ ոչ թե դիրքապահի ձեռքին։ Եվ միջև դրան հասնելը մենք պետք է խնդիրները գոնե լուծենք։ Դրա համար ես ասում եմ, որ չպետք է մենք խնդրի լուծումը գցենք բանակի վրա եւ ապագայի վրա, ասենք այ ապագայում էսպես կլինի կամ բանակը պետք է այս խնդիրը լուծի։ Իրականում այո, դուք ճիշտ եք նկատում, որ դրան կբերեն
դեպքերի կրճատմանը, բայց դա հետո մեզ անհրաժեշտ է հիմա։ Հիմնականում, երբ որ մեր երկրում հասարակության մակարդակով խոսում են անվտանգությունից, բոլորը սլաքները տանում են դեպի բանակ։ Բանակը պետք է ապահովի անվտանգությունը, զինված ուժերը, զենքերը եւ այլն եւ այլն։ Հայ զինվորը այսօր վարչապետ Փաշինյանը ելույթ էր ունենում ՄԱՀ-ի հերթական անվտանգային ֆորումում, որտեղ նա հայտարարեց, որ երկրի ղեկավարության դիրքորոշումը հետեւյալն է. անել այնպես, որպեսզի զինված ուժերը այս գործում, երկրի անվտանգության ապահովման գործում մղվեն երկրորդ կամ նույնիսկ երրորդ պլան։ Եվ այդ անվտանգության ապահովումը առաջին հերթին լինի քաղաքական, այսինքն դիվանագիտության միջոցով, քաղաքական ալյանսների ձևավորման միջոցով, գործընկերության ձևավորման միջոցով, այսինքն այն, ինչը մենք տասնյակ տարիներով չենք արել։ Չենք արել, որովհետև ամբողջ հույսը դրել ենք մեկ կենտրոնի վրա, Ռուսաստանի վրա, Մոսկվայի վրա, այսպես ասեմ։ Հիմա իրավիճակը փոփոխվում է, մենք ունենք օրինակ եվրոպական մոնիթորինգային առաքելություն Հայաստանում, հիմա թրիպն է վերագործարկվել, մենք երեք տեսնում ենք, որ նոր փաստաթղթեր են կնքվել, այսինքն այդ բաղադրիչները եւ մեր գործընկերների թիվը գնալով աճում են եւ քաղաքականությունը, այդ թվում նաեւ անվտանգային ոլորտում դառնում է ավելի դիվերսիֆիկացված։ Հիմա ձեր կարծիքով առաջին պլանում արդյոք պետք է լինեն զինված ուժերը, թե այս երկրորդ կոմպոնենտը պետք է այնուամենայնիվ լինի ամենակարևոր եւ բանակը, այսպես ասած, ապահովագրողի դեր տանի։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ անվտանգությունը, երկրի անվտանգությունը առաջին ապահովում է դիվանագիտությունը։ Բայց երբ որ դիվանագիտությունը այլևս չի կարողանում, իզորու չէ իր գործերն իրականացնել, այդ դեպքում անցնում է բանակը, իսկ դիվանագիտությանը ապահովագրում է տվյալ պետության տնտեսությունը, գիտությունը, կրթությունը։ Եթե դիվանագիտությունը չունի այս հենարաները, հենասյուները, ապա ինքը շատ թույլ է լինելու եւ ի վիճակի չի լինելու կատարել անվտանգության դերակատարությունը կամ կատարել այն անվտանգության բարձիկի դերը, որը որ ի սկզբանե վերցրել է իր վրա։ Այնպես որ այստեղ կա ճշմարտություն։ Բայց մյուս կողմից նաև պետք է մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ առանց զինված ուժերի ցանկացած պետություն պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Առանց զինված ուժերի, հզոր զինված ուժերի, ժամանակակից զինված ուժերի որևէ պետություն չի կարող դիմակայել։ Ժամանակակից աշխարհում մենք բոլորս հիմա ականատես ենք լինում, որ հատկապես գերտերությունները նախադեպային գործողություններ են իրականացնում։ Այսինքն իրանք ասում են պետք է այս հարցը այսպես լուծվի, եթե չէ, այսպես չեք լուծում, մենք իրականացնում ենք ռազմական գործողություն։ Այսինքն կա նախադեպ, որ ամեն դեպքում ռազմական գործողությունները առաջնային պլան են գալիս։ Ռազմական գործողություններով փորձում են հարցեր լուծել։ Դրա համար ես կարծում եմ, որ այո, կարևոր է, որ անվտանգության բարձիկը իր վրա վերցնի դիվանագիտությունը, բայց չպետք է դրանից տուժի զինված ուժերը եւ զինված ուժերի արդիականացումը պետք է լինի պետության թիվ 1, այսպես ասեմ, նպատակը եւ թիվ 1 գործողության օբյեկտը։ Իրեւ զինված ուժերի արդիականացման մասով ըստ նախարար Պապիկյանի զինված ուժերը շարունակելու են արդիականացնել ռուսական սպառազինությունները, որոնք արդեն ձեռք են բերված, որքանով ես հասկանում եմ, ռազմատեխնիկական մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ հավասարվել է համարյա թե 0-ի։ Արդյոք այստեղ մենք հնարավորություններ ունենք, օրինակ, ինչ-որ մասերի տեսքով, հա, պահեստամասերի տեսքով, արդյոք այդ հարաբերությունները կան, միգուցե դուք տեղյակ եք Ռուսաստանի հետ, ինչպես է այդ գործընթացը շարունակվելու։ Դե բոլորս գիտենք, որ Ռուսաստանը գտնվում է ռազմական գործողությունների մեջ եւ իր սեփական պահանջարկները ապահովելու համար ինքը իր համար արտադրում է, իր համար սպառում է եւ այստեղ հույս է դնել, թե Ռուսաստանը մեզ այս կամ այն պահեստամասը կապահովի կամ այս կամ այն զինտեխնիկան կապահովի, մեր մասած այդքան էլ իրատեսական չէ, բայց սա պետք է նաեւ մեզ համար լինի ցուցիչ, լինի դաս եւ լինի շատ լավ հնարավորություն, որ մենք կարողանանք այդ միահեծան քաղաքականությունից վերադարձավորվել վարել բազմաֆունկցիոնալ քաղաքականություն, այսինքն բազմավեկտոր քաղաքականություն, եւ մենք կարողանանք, ինչու՞ չէ, հենց Հայաստանի Հանրապետությունում զբաղվել, մտածել ռազմարտունաբերության մասին։ Տեսեք,
քիչ առաջ երբ որ մենք խոսում ենք անվտանգության մասին, շատ կարևոր դերակատարություն ունի նաև այստեղ ռազմական արդյունաբերությունը։ Երբ որ երկրում կա ռազմաարդյունաբերություն, ապա դա որոշակիորեն նաև իրենից ենթադրում է անվտանգության բարձիկների այսպես բաղադրիչներ։ Եվս մեկ տվյալ, որը հնչեցրել է նախարար Պապիկյանը, ըստ նրա մինչև այսօր, այսինքն ատեստավորման համակարգի զինված ուժերում ներդրման պահից մասնակիցների 73%-ը հաղթահարել են ատեստավորման շեմը, եւ նա համարում է այս տվյալները էական արդյունք։ Համամիտ եք։ Իրական արդյունքի հետ համամիտ եմ, բայց այ ատեստատավորման այդ գործընթացը ինձ համար անհասկանալի խայտառակ գործընթաց է։ Չնայած այն բանին, որ հիմա կարծես թե տենդենսներ եմ նկատում, որ փոխում են այսպես ուղղվածությունները, ինչի համար եմ ասում, որովհետև հետախույզը, հրետանավորը կամ տանկիստը նույն, այսպես ասած, քննություններն են հանձնում, նույն ատեստատավորման քննություններն են հանձնում, որը որ ինձ համար տարօրինակ է եւ կարծում եմ բոլորի համար պետք է տարօրինակ լինի, քանի որ հետախույզի համար բոլորովին այլ տվյալներ են հարկավոր, հրետանավորի համար բոլորովին այլ տվյալներ են հարկավոր, տանկիստի համար բոլորովին այլ, եւ բոլորին բերել մեկ կաթսայի մեջ, այսպես ընդհանուր մեկ ատեստատավորման տակ անցկացնել, կարծում եմ այդքան էլ տեղին չի։ Իսկ ինչ է այդպես արվում, բոլորին մեկ կաթսայի մեջ են բերում։ Չեմ կարող ասել, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Եվ նաև այսպիսի մի հարց, երևի թե մեր զրույցի վերջում, պարոն Հովհաննիսյան, որոնք են այս պահին զինված ուժերի խնդիրները, անվտանգության ոլորտում խնդիրները ընդհանրապես առաջնահերթ, որոնք պետք է լուծվեն, բայց որտեղ կամ չկա առաջընթաց, կամ կա գործողություններ, բայց նրանք դանդաղում են։ Առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների միջոցով կառավարելի դարձնել առաջնագիծը։ Դա կլինի սահման, որը որ սահմանազատված է այլևս սահման է, թե դա կլինի դեռևս չսահմանազատված վայր։ Դա շատ կարևոր է թե հիմա, թե հետոյի համար։ Այնպես չի, որ դա արեցինք եւ սահմանազատումից հետո մեզ դա պետք չի գալու, հաստատ պետք է գալու։ Երկրորդ ամենակարևոր բանը, նորից եմ ասում, մեզ համար ռազմաարդյունաբերությունը, որին պետք է զարկ տրվեցվի եւ որը պետք է օր տեղական։ Այո, տեղական ռազմաարդյունաբերությունը, որը որ պետք է օր առաջ դրանով զբաղվել։ Եվ ամենագլխավորը իմ կարծիքով այս երկուսի մեջ երրորդն է, դա մեր սպայական կազմի կրթության որակն է։ Եվ մենք պետք է կարողանանք բանակ տանել, բանակ բերել կրթված ժամանակակից մարտահրավերներին դիմակայող սպայական կազմ, այլ ոչ թե այսպես թվականակ։ Մենք մտածենք, որ մեզ թիվ է պետք, թվով բերենք։ Պետք է մեր սպայական կազմը սովորի ավարտի աշխարհի լավագույն ռազմական ինստիտուտները, հաստատությունները եւ կարողանա իր ամբողջ գիտելիքները բերի ներմուծի զինված ուժեր։ Եթե մենք կարողացանք աշխարհի մակարդակով կազմակերպել մեր սպայական կազմի ուսուցումը, ապա իմացած եղեք, որ մեր զինված ուժերի կառավարումը շատ հեշտ է լինելու։ Իսկ ռուսական ուսումնական հաստատությունները ձեզ դեռ այդ թվում են, որտեղ պետք է։ Իհարկե, մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանի ռուսական ուսումնական հաստատությունների տված գիտելիքները, բայց միևնույն ժամանակ չպետք է մենք գերագնահատենք։ Եվ ընդհանրապես մենք պետք է կարողանանք այս տարածաշրջանում ապրելով, մենք պետք է կարողանանք բազմավեկտոր լինել այդ հարցում, եւ մենք պետք է կարողանանք իրականում եւ թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցելով, եւ թե ԱՄՆ-ի հետ համագործակցելով կարողանանք մեր, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի հետ համագործակցելով, կարողանանք ներմուծել, ներողություն ես բառիս համար, լավագույն սպայական կազմը։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Մեր հյուրները ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։
Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած Visa ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես Visa ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մեր եթերը շարունակվում է 1418 օր։ Հենց այդքան է անցել ուկրաինական պատերազմի սկզբից, այն օրվանից, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի տարածք, եւ սա դարձել է հերթական պուտինյան ռեժիմի հակառեկորդը, որովհետեւ դա հենց այդքան է տևել այն պատերազմը, որը Ռուսաստանում անվանում են հայրենական, մեծ հայրենական պատերազմ, եւ այս պահին արդեն այդ սահմանը եւս հատվել է, հաշվի առնելով, որ ժամանակին պուտինյան պրոպագանդիստները, այդ թվում նաեւ Սոլովյովը հայտարարում էին, որ պատերազմը տևելու է 3 օր, ոչ թե պատերազմ, այլ հատուկ օպերացիան տևելու է 3 օր, մենք տեսնում ենք, որ իրողությունները մի փոքր մեղմ ասած այլ են, եւ սա խոսում է հիմնականում մեկ բանի մասին, Ռուսաստանի վիճակը ժամանակին մինչև 2022-ը եղել է գերագնահատված բոլորի կողմից, այդ թվում նաև մեր կողմից, եւ սա խոսում է երկրորդ հանգամանքի մասին, որ մեր որոշումները, որոնք կայացվում էին, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ, եղել են գերագնահատված եւ ոչ adekvat առկա իրողություններին։ Ինչևէ, այսօր Ուկրաինայում պատերազմը ցավոք շարունակվում է եւ այսօր մենք խոսելու ենք այս պատերազմի մասին, նրա հետագա ընթացքի մասին եւ հնարավոր պայմանավորությունների մասին քաղաքացիական դիվանագիտության հիմնադրամի տնօրեն Антон Найчуկի հետ, որը մեզ միացել է տեսակապով Ուկրաինայի Կիև մայրաքաղաքից։ Приветствую вас, Антон. Добрый день, здравствуйте. Я вот, обращаясь к нашим телезрителям, сообщил, что война в Украине, которую развязал путинский режим, длится уже более чем 1418 дней, то есть очередной антирекорд путинского режима. Столько длилась именно та война, которую в России именуют Великой Отечественной войной.
в то время как в свое время российские пропагандисты заявляли, что война продлится, специальная военная операция, прошу прощения, продлится 3 дня. Как так получилось, почему Колос оказался на глиняных ногах? И вообще, какие уроки вот извлекла в первую очередь Украина, и какие уроки должны извлечь, собственно говоря, наверное, все мы, как минимум те, кто живет на постсоветском пространстве, из этой войны? Да, спасибо за ваш вопрос. Наверное, самый важный и основной урок – это то, что угроза российского империализма и попытки вмешаться в дела других стран и прийти с войной – это угроза не только для Украины, но, к сожалению, ко всем другим соответствующим странам Российской Федерации. К сожалению, необходимо это учитывать и нашим большим партнерам и друзьям в Армении, потому что и декларации некоторых российских пропагандистов, которые просто артикулируют позицию руководства своей страны, они демонстрируют то, что никто не защищен на данном этапе, и, скажем так, все должны ощущать эту угрозу, и всем необходимо принимать должные меры для того, чтобы предотвратить самые негативные сценарии. Это что касается главного совета. Что касается вашего вопроса, почему так произошло и как так, что уже не первый год продолжается эта военная агрессия Российской Федерации против Украины. Да, к сожалению, длительное время все это уже тянется, и идея российской стороны о том, что они сумеют оккупировать Киев, поменять власть за 3 дня, уже, мягко говоря, даже, наверное, и представителям российской пропаганды уже стыдно это вспоминать, потому что и неверная информация о собственных силах и неверная информация о их восприятии в Украине привели к тому, что это такая попытка блицкрига переросла в длительную войну, в рамках которой уже Российская Федерация потеряла более 1 миллиона человек, в рамках которой уже огромнейшее количество финансовых ресурсов, техники, всего, что только можно, было потеряно на этой войне, но тем не менее и далее российское руководство считает, что необходимо все продолжать, необходимо и дальше давить, необходимо оккупировать новые территории. Мы видим имитацию этого переговорного процесса, потому что то появляются какие-то желания, что давайте пусть будет режим прекращения огня, но отдайте те территории, которые российская армия не может на данном этапе и в дальнейшем захватить военным путем. Потом возникают какие-то другие поводы для того, чтобы задекларировать, что они уже пересматривают и предыдущие якобы соглашения, потому что якобы было какое-то покушение на дачу президента и тому подобное. Вот. И это все превращается в дальнейшее длительное противостояние. Но еще один такой, наверное, наиболее опасный вызов и вывод из этого всего, что для российского руководства, в принципе, продолжение боевых действий, это стало в какой-то мере инструментом не только геополитики, но и выживания, потому что на одном этапе мы видели, как большие инвестиции в российский ВПК стимулировали и заработки, стимулировали, скажем так, в какой-то мере российскую экономику. Это хороший повод для того, чтобы и так небольшое, но подавить хоть какое-то там инакомыслие и дальше, скажем так, централизировать вокруг себя всю эту политическую систему, прижать олигархов и тому подобное. И, наверное, единственное, что может остановить эту войну и что может поменять позицию российского руководства, это критическое состояние их экономики, на что, собственно, и надеется в цивилизованном мире. Ну и, конечно же, решительные субъективные действия коалиции в поддержку Украины. Но, к сожалению, на данном этапе мы видим, что с российской стороны нет никаких сигналов о том, что они готовы эту войну прекращать. Декларация о том, что они якобы готовы остановиться, когда им отдадут весь Донбасс, это просто ничего не стоит, потому что мы понимаем, что только отдай весь Донбасс, и они только и рассчитывают на внутриполитическую дестабилизацию в Украине, в перспективе восстановления дальнейших наступательных военных действий, чтобы следовать положениям своей так называемой Конституции, куда они включили как российские регионы, все территории Херсонской, Запорожской областей. Поэтому все время ищется только предлог, и несмотря на все решительные попытки администрации американского президента хоть как-то
привести все это к миру. Несмотря на это, российская сторона, к сожалению, только имитирует свое желание, продолжая наступательные действия, продолжая обстреливать цивильную инфраструктуру. Вы видите, что сейчас у нас в Украине происходит, и попытки просто такой, я не знаю, как это, энергетический какой-то геноцид, потому что просто пытаются людей оставить без света, без отопления, без воды на длительное время в условиях такого сильного мороза. Пытаются просто сломить и дожать. Вот и все, что стоит в стратегии Российской Федерации на данном этапе. Так что, к сожалению, выводы не самые радужные. Антон, вы также заметили вот сейчас, что единственное, что может остановить Россию в агрессии в отношении Украины, это фактически консолидированное давление Запада, чего мы, собственно говоря, не видим. Более того, мы, наблюдая за заявлениями европейских лидеров, американских лидеров, мы видим, что есть серьезные противоречия в этом вопросе. И я, в частности, отслеживая всю эту ситуацию и тенденции, вижу, что в Европе, в отдельных странах ЕС есть серьезная обеспокоенность относительно перспективы того, что США могут договориться с Россией, собственно говоря, в вопросе Украины в обход Европейского Союза, в обход мнения и позиции Европейского Союза. Вы лично видите подобную угрозу? Я могу сказать, что последние результаты переговорного процесса демонстрируют то, что и в Соединенных Штатах уже появилось понимание, что договориться в обходе Европейского Союза либо Украины – это неверный сценарий, и перспективы его минимизируются. Почему? Потому что даже, вы помните, с чего все началось, когда появился драфт этого документа, где, скажем так, определенная модель, как можно закончить эту войну, и там было прописано не только вопросы безопасности для Украины, но и вопросы безопасности для Европы. И на этом этапе как можно обсуждать, например, размещение истребителей в Польше, либо же размещение военных контингентов на восточном фланге НАТО без вовлечения этих стран, руководства этих стран. Поэтому в дальнейшем переговорный процесс оптимизировался, была привлечена и Украина, и представители европейских стран. И сейчас переговорщики от Соединенных Штатов Америки не демонстрируют того, что они готовы там в обход договориться, потому что и Стив Витков, и Джаред Кушнер, который подключился к этому переговорному процессу, они проводят многочисленные раунды консультаций. В первую очередь с украинской делегацией. Вы знаете, что уже даже сложно сосчитать все визиты представителей украинской делегации в Соединенных Штатах Америки, переговоры на площадке коалиции желающих в Париже, где были согласованы очень важные моменты, что касается гарантий безопасности, что касается модели справедливого обеспечения длительного мира и режима прекращения огня. Поэтому у меня сложилось такое впечатление, что на определенных этапах, возможно, некоторые представители от американской делегации не до конца понимали и вникали в суть деталей происходящего в Украине. Но благодаря успешной коммуникации, благодаря эффективной дипломатии, и Кушнер, и Уитков, я думаю, все они четко понимают аргументацию и намерения украинской стороны. Ведь Украина последний, кто хочет хоть как-то, чтобы этот ужас, эта война продолжалась. Единственное, что хочет украинская сторона, это справедливый мир, потому что, если вспомнить еще до момента появления вот этого драфта документа в конце прошлого года, помните, еще летом была фаза переговорного процесса в Саудовской Аравии, тогда, когда Рубио непосредственно вел переговоры с украинской стороной. И тогда была отличная идея утверждена, и, кстати, американская сторона эту идею зафиксировала, что давайте делаем режим прекращения огня на земле, в воздухе, на море, и потом уже дальше идет согласование всех политических аспектов и вопросов стратегической безопасности. И это верно. Почему это верно? Потому что если позиция Трампа, чтобы прекратили гибнуть люди невинные, то, наверное, объективно прекратить в первую очередь активную фазу военных действий и дальше вести переговорный процесс. Потом какой-то определенный дрейф произошел в позиции американской стороны, не знаю, возможно, после Анкориджа, возможно, после встречи на уровне российского и американского руководства. Возможно, в какой-то мере на тот момент Путин убедил американскую сторону, что вот тот же Донбасс они в любом случае якобы захватят.
И, возможно, в какой-то мере дальнейшая позиция некоторых американских переговорщиков выходила из этого. Но что мы видим сейчас в процессе всех обстоятельств? Во-первых, на поле боя, несмотря на попытки двигаться дальше, продвигаться еще далеко до захвата всей Донбасской агломерации, Славянска, Краматорска, никто сейчас об этом не говорит. Темпы российского наступления проседают на этом направлении. Это первое. Что мы видим второе? Второе, мы видим, что таким подходом желать то, что они не могут захватить военным путем, так где здесь элементы справедливого мира? Сейчас давайте моделируем сценарий, что они в рамках переговорного процесса хотят оккупировать позиции украинских войск во всем Донецком регионе. А где гарантии того, что через день после этого они скажут: не, знаете, наша позиция поменялась, наши переговорные позиции усилились, давайте еще и Запорожье тоже будем отдавать, чтобы мы не наступали там образно на Киев. Такими манипуляционными моделями можно много пытаться о чем договориться. И в этом ключе, я думаю, к американской стороны все больше приходит видение того, что все-таки российское руководство манипулирует этим переговорным процессом. Терпение понемногу, я думаю, истекает. И я думаю, что видите, дипломатия Трампа такова, что с одной стороны он пытался давить на российское руководство путем принятия санкций против основных экспортеров «Лукойл» и «Роснефть». Потом он пытался давить на украинское руководство путем использования различных триггеров, там, антикоррупционных дел и тому подобное. Как фактор, я не говорю, что это там прям напрямую взаимосвязано, как фактор. И вот эта знаменитая фраза, что у президента Зеленского нет карт и тому подобное. Мы понимаем, такова дипломатия Трампа, хорошо, такой переговорческий переговорный процесс. Но мы демонстрируем то, что вот за все это время, вот буквально с момента появления новой модели этого драфта, ноябрь, декабрь, сейчас январь, украинская сторона полностью пошла навстречу и согласовано уже более 90%, наверное, всех положений мирного предложения Соединенных Штатов Америки. И сейчас позиция Украины, что хорошо, если Украина пошла на компромисс 90% договора, пожалуйста, давайте как-то убедите Российскую Федерацию пойти на компромисс. Потому что позиционировать, что Россия отказывается от захвата всей Украины, это, знаете, чуть-чуть, мягко говоря, фиктивно, потому что они не могут достичь и тех целей, которые они озвучивают, то что говорить о всей Украине. Поэтому расчет на то, что сейчас этот режим кнута и пряника должен быть направлен на российское руководство. И давайте тогда стимулировать Путина к тому, чтобы в действительности Россия была готова сесть за переговорный стол, обеспечивать режим прекращения огня непосредственно по линии соприкосновения и дальше уже двигаться в политическом каком-то формате. И я вам могу вас уверить, что украинские переговорщики, которые активно вовлечены в этот переговорный процесс США, по крайней мере, их публичные декларации и заявления демонстрируют то, что они уверены в том, что есть понимание с американской стороной, и американская сторона уже не пытается договариваться как-то в обход, потому что, а что договориться? Мы продемонстрировали, что любые попытки склонить Украину к несправедливому миру, они честны, это просто заморозка, это просто долгий ящик перекладывания дальнейшей эскалации войны. Поэтому без Украины и Европы, и поддержки Европы, и позиционирования Европы как основного гаранта дальнейших, скажем так, гарантий безопасности, простите за тавтологию, в Украине и Европе непосредственно достичь мира нереально. Антон, вот этот драфт, о котором вы говорите, он действительно согласовывался между Украиной и США, он согласовывался между Украиной и Европейским Союзом, но он не согласовывался с Россией. Во всяком случае, открытой информации в публичном пространстве об этом нет. И вот сегодня стало известно, что спецпредставители президента Трампа Стив Витков и Джаред Кушнер планируют посетить Москву для встречи с Путиным. Согласно информации, которую распространяет Bloomberg, встреча может состояться в этом месяце. В прошлом году Витков ездил в Москву, где проводил встречи с российскими чиновниками, дипломатами 6 раз. Мы видим, что к особому прогрессу, видимому прогрессу в переговорах это не привело. Есть ли какие-то ожидания у вас? Есть ли вообще какая-то вилка возможностей в этом году для урегулирования этой большой проблемы? И если для этого мотивация, вы уже отметили, что остановить их может только экономическое состояние, критическое состояние экономики, помимо вот этого?
Да, есть такие надежды, что в этом году, по крайней мере, на режим прекращения огня и остановку активной фазы боевых действий можно рассчитывать. И даже теоретически называется определенное окно, которое может открыться для полноценного переговорного процесса. И это начало весны. Ну, такая позиция распространена как в экспертной среде, так и среди представителей политического истеблишмента. Почему так? Ну, потому что, во-первых, мы видим, что несмотря на мобилизацию всех средств и попытки демонстрировать большую динамику наступательную, все сложнее и сложнее российской армии дается дальнейшее продвижение. В первую очередь сложнее за счет просто-таки колоссальных трат, просто колоссальных подходов в расходе тех людей, которые воюют на стороне российской армии, потому что такими темпами их потери в Украине будут достигать совершенно страшных цифр. В этом ключе есть, скажем так, предпосылки ожидать, что все эти механизмы теневой мобилизации, когда либо какими-то компрометирующими силовыми путями привлекают новых солдат в армию, либо же за счет денежного удовольствия, потому что мы видим, как, скажем так, поднятие цен и оплаты за подписание контрактов, это тоже достаточно эффективный механизм российском обществе, который успешно используется российской стороной. И есть такой сценарий, что даже за счет этих механизмов пополнять потери будет все сложнее и сложнее, и, возможно, скажем так, определенные проблемы уже возникнут, грубо говоря, весной, в первой половине этого года. Такое есть видение, такой расчет, можно даже так это назвать, на такой сценарий. Потому что, скажем так, проводить полноценную дополнительную мобилизацию, как они делали осенью 2022 года после поражения на Харьковском направлении, проводить такую мобилизацию полноценную, скорее всего, будет сложновато. И тут дело даже не в том, что, скажем так, сложно будет заставить людей и тому подобное. И мы видим, что для них это не есть существенной проблемой. Сложнее будет потому, что в принципе, большой дефицит кадров и рабочих рук непосредственно в экономике. И тут мы плавно перескакиваем ко второму фактору, вот как раз таки к экономическому. Знаете, я буду с вами честен, я не буду декларировать я не сторонник той идеи, что вот прям завтра будет окончательный и финальный коллапс экономики, но мы видим, что, грубо говоря, прям завтра уже определенные тенденции к этому вырисовываются. Во-первых, это резкое сокращение нефтегазовых доходов, потому что, скажем так, и в том числе благодаря санкционному давлению на Роснефть и Лукойл, они должны делать огромные дисконты для того, чтобы продавать свое сырье, даже в ту же Индию, которая не отказывается в тех объемах, как мы бы хотели этого. Плюс, объективно, международная конъюнктура, когда цена за баррель в пределах $60, сейчас чуть она поднялась, потому что Венесуэла, потому что Иран, но в дальнейшем прогнозируется, что цена будет в среднем году $55-60 за баррель. А если еще взять дисконт, ту сумму, которую российская сторона должна вложить в скидку для того, чтобы ее нефть покупали санкционную, то цена российской марки нефти Урал, она существенно ниже и выходит за рамки цены, заложенной Минфином в бюджет, потому что бюджет заложено для того, чтобы сверстать бюджет, $59 за баррель. А российская нефть сейчас торгуется по разным оценкам, особенно в пик санкций. И 35 были оценки, и 40, то есть это существенно ниже. А что это значит? Это значит то, что дефицит бюджетный будет расти. То, что они там заложили, по-моему, 3 триллиона рублей на следующий год, это, оно не будет исполнено с подобными проблемами. Единственный путь исполнения этого бюджета – это первое, либо увеличение фискального давления, что они делают, подняли НДС и прочие налоги, потому что уже давить нефтянку сложно, там и так уже доход, по-моему, процентов на 70 выше крыши переполнен этим налоговым давлением. Либо же второе, девальвировать национальную валюту, что сложно, потому что цель там инфляцию содержать, а это нереалистично одновременно делать. Плюс там высокая ставка центрального банка, что сложно тоже отпустить. Поэтому в этом году ожидается реальная демонстрация того, что экономика не так прочна, и что там есть серьезные структурные проблемы, которые могут привести уже к огромным проблемам в перспективе конца этого года, возможно, начала следующего, тут уже в зависимости от того, как их финансовый блок будет этим кризисом надвигающимся управлять. Поэтому это второй фактор, расчет на то, что
все-таки в этом году, возможно, и российское руководство начнет мыслить не рационально, как это было до этого, а будет, скажем так, более реалистично смотреть на вещи. Вот поэтому на основании этих факторов и возникает идея о том, что, возможно, в первой половине этого года будут условия для режима прекращения огня. Потому что экономика, первое основное, и второе, потому что, возможно, будут проблемы с пополнением потерь в армии. Будем надеяться, Антон, что хотя бы в этом году голос благоразумия, голос рассудка возобладает, и путинский режим переставит ставить антирекорды. Большое вам спасибо за интервью и хорошего вечера. Спасибо вам также, будем надеяться, все хорошо. Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Ուկրաինայի Կիև մայրաքաղաքից, քաղաքացիական դիվանագիտության հիմնադրամի տնօրեն Անտոն Նայչուկը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած Visa ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես Visa ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ 2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։